Ցածր գին, բարձր ռիսկեր հայկական շուկայում կրկին ակտիվացել են պանգասիուս ձկնատեսակի վաճառքը։ Սննդամթերքի աշխարհում ամենավտանգավոր այս ձկնատեսակը բուծում են հիմնականում հարավարևելյան Ասիայում եւ ներկրումն ու օգտագործումը արգելված է Եվրոպայի եւ Ամերիկայի շատ երկրներում։ Բայց ակտիվորեն շարունակում է մնալ հայկական շուկայում։ Այս ձուկը բուծվում է հիմնականում Վիետնամի Մեկոնգ գետում, որը հայտնի է իր անթույլատրելի աղտոտվածության մակարդակով։ Գետի մեջ լցվում են արդյունաբերական թափոններ, կոյուղաջրեր, աղբ եւ այլն։ Բացի գետի աղտոտվածությունը, այս ձկներին կերակրում են բազմատեսակ հորմոններով ու հակաբիոտիկներով։ Վերջո պետք է հորդոր ունենաս դու հասարակությանը։ Հանգիստ կերեք, խնդիր չկա։ Մի կերեք, խնդիր կա։ Այո, որ պետություն ես ամեն ինչը չի հասկանում։ Ու թողում է հարցը 2 ամիս հետո մնային նույն կարգավիճակում, ինչ կարգավիճակում էր 2 ամիս առաջ, այ խնդիրն էստեղ է։ 700-800 դրամով վաճառվող այս ձկան գինն էլ ըստ Պիպոյանի կարող է որակի ցուցանիշ լինել։ Սպառողը քիչ բան գիտի այս ձկան մասին, տեսնում է էժան է, մտածում է ակցիա է ու այն գնում է որպես էժան ձուկ, հատկապես եթե սպառողը թանկ ձուկ գնելու հնարավորություն չի ունենում։ Մի կողմից ձուկ սիրող, բայց սոցիալապես անապահով հավը ստիպված ընտրում է էժան ձուկը, որը նաև բարձր կալորիականություն ունի։ Մյուս կողմից հասկանում ենք, որ եթե ապրանքը վտանգ ունի, անգամ այդ ոչ մի ապրանքը պետք է օգտագործի, որտեղ դա իրավասության ենթակա չի։ Պիպոյանի խոսքով միշտ չէ, որ ձուկը վատն է ու վտանգավոր, այսինքն չի բացառվում, որ լաբորատոր փորձաքննությամբ պարզ կարող է դառնալ, որ 5 նմուշից մեկը փորձարկմամբ լրիվ նորմալ էր, բայց շատ կարևոր է երաշխավորված իմանալ, արդյոք ենթարկվել է մանրամասն հետազոտության, ոչ թե մի ցուցանիշով կամ 2, այլ անվտանգության ամբողջ սպեկտրով, մանրէաբանությունից սկսած մինչև մնացորդներ եւ այլն։ Եթե այսպիսի ստուգում անցնի այս ապրանքը, ապա ընդհանրապես չի ներմուծվի, ասում է Պիպոյանը։ Նրա խոսքով մոտ 10 տարի առաջ ներմուծման էլի նման դեպք եղել է, սակայն կանխել են։ Սննդի անվտանգության տեսչական մարմնի մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանն էլ ասում է, ահազանգին ընթացք տվել են։ Վերահսկողություն կիրականացվի իրացման ցանցում եւ ամենայն հավանականությամբ հետագծելիությամբ նաեւ ներկրողի մոտ։ Կոնկրետ խանութում, որտեղ տեսել են այդ ձկնատեսակը, իրականացվել է ստուգում, որի շրջանակներում նմուշառում է կատարվել սառեցված ձուկ պանգասիուս գլխատված արկախմբաքանակից եւ ներկայացվել լաբորատոր փորձաքննության, մանրէաբանություն, ծանր մետաղներ, հակաբիոտիկներ ցուցանիշներով եւ սահմանված նորմերի որևէ խախտում չի հայտնաբերվել։ Առաջին հայացքից կարող է թվալ, որ ՍԱՏՄ-ն արգելելու որևէ իրավական հիմք չունի, բայց իրավական հիմք ունենալու համար էլ է անհրաժեշտ աշխատանք կատարել։ Այ եթե այդ աշխատանքը կատարեր, բարձր արդյոք իրացման ենթակա է թե չէ, ըստ դրա կհանդիսանար այդ ապրանքը բարձր ռիսկային, խստացված հսկողություն եւ միայն խիստ հսկողությունից հետո կներմուծվեր ՀՀ տարածք։ Փորձագետի խոսքով շատ կարևոր է նաև ցուցանիշի նկատմամբ էլ շեղումը հայտնաբերել։ Օրինակ, եթե հայտնաբերվում է մանրէաբանական շեղում, այսինքն աղտոտվածություն եւ այլն, այդ դեպքում կարող է առաջանալ սրտխառնոց, աղիքային ինֆեկցիաներ, ընդհուպ ջերմություն, սալմոնելա։ Չի բացառվում, որ ձուկը ծանր մետաղներով աղտոտված լինի եւ ունենա քաղցկեղածին էֆեկտ։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։